Հունվարի 15-ին հետապնդում և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ծառայողները Գյուրջյան փողոցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատան մոտ նկատել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, որը նրանց մոտ կասկած է հարուցել։ Գվարդիայի ծառայողները բարձրախոսով հրահանգել են, որպեսզի վարորդը կանգնի, սակայն նա ոչ միայն չի ենթարկվել ծառայողների օրինական կանգառ պահանջին, այլև վրաերթի է ենթարկել ոստիկանության գվարդիայի 2 ծառայողների և դիմել փախուստի։ Սկսվել է հետապնդում, որի ընթացքում գվարդիայի ծառայողները նախազգուշական 1 կամ 2 կրակոց են արձակել դեպի օդ, ինչը չի զգաստացրել նրանց ու շարունակել են իրենց փախուստը։ Տեսնելով, որ լրացուցիչ կանգնիր հրահանգին վարորդը չի ենթարկվում, գվարդիայի ծառայողներից մեկն իր անվամբ հաշվառված հաշվետվուցակային զենքով կրակոց է արձակել փախուստի դիմաց Mercedes-ի հետևի աջ անվադողի ուղղությամբ։ Ինչից հետո վարորդը չկարողանալով ավտոմեքենան կառավարել, բախվել է Սերո Խանձատյան փողոցի նրբանցքներից մեկում տեղադրված Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության բարձրավոլտ էլեկտրասյան բետոնե հատվածին։ Ինչպես հայտնում է Շամշյան.com-ը, վթարվելուց հետո վարորդը եւ ուղևորը դուրս են եկել ավտոմեքենայից եւ տարբեր ուղղություններով դիմել փախուստի, սակայն գվարդիայի ծառայողներին հաջողվել է հետապնդել նրանց եւ վնասազերծել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները, քննչական խումբը։ Ոստիկանություն տեղափոխված Mercedes-ի վարորդն ու ուղևորը կասկածվում են խոշոր չափի թմրամիջոց պահելու եւ իրացնելու մեջ։ Պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, բերման ենթարկվածների ու վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ոստիկանության գվարդիայի 2 ծառայողի ինքնությունը։